Երբ որ նպատակահարմար Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհը արդյոք միայն ընտրություններն են, թե այլ ճանապարհներ եւս կան։ Ես կարծում եմ ձեր հարցը հռետորական է, որովհետև արդեն բոլորը գիտեք, գոնե դուք գիտեք, որ մենք այդ իմպիչմենտին սատարում ենք կողմը։ Բայց այս մեղադրանքը ձեր գլխավորածուհի մեղադրում են։ Անվստահության գործընթացը տապալում եք իմպիչմենտի։ Ներողություն, բայց դուք սահմանադրության մեջ գրված հոդվածին անլրջությամբ եք վերաբերվում։ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ շատ հստակ գրված է, թե ինչպես կարելի է անվստահություն հայտնել գործող վարչապետին։ Պարոն Սարգսյան, եթե Հայաստան դաշինքի մենք ինչ իրավունքով ենք դա անլրջացնում։ Այսինքն 21 թվականի ընտրություններին գնալը շատ լուրջ է, որ հաղթելու ենք, իսկ իմպիչմենտ անելը անլուրջ է։ Քպականների հետ աշխատանք տարվել է։ Ես ձեզ խնդրում եմ, որտեղ դուք ուղղակի պարտավոր եք էլի քաղաքական պրոցեսների մասին դետալ առ դետալ իմանալ։ Ես ձեզ խնդրում եմ, հանդիպեք նախաձեռնողների հետ եւ մանրամասն ձեզ կբացատրեն, թե որ փուլում են իրանք հարմար գտնում քպականների հետ բացատրական աշխատանք վարելու։ Երբ են իրենք ենթադրում այդ փաստաթուղթը մուտքագրելու ազգային ժողով, որպեսզի ներառվի դա որակարգի մեջ եւ într-adevăr procese ինչպես են իրենք պատկերացնում։ Մարուկյանի տեխնացիոնը մերժում եք դուք եք առաջ։ Պատճառը շատ պարզ է եւ եթե ձեզ թվում է, որ ես արդեն 7 տարի հայտարարում եմ, որ մենք իշխանություն չենք ուզում, դրանով ինքներս մեզ ավելի օգուտ ենք տալիս, ոչ, վնաս ենք տալիս, պարզ է, որ ցանկացած միջոցառման, ցանկացած ընտրական process-ի մարդկանց մեծ մասը գնում է դեպի այն ուղղությունը, որտեղից կարելի է շահ ունենալ, այսինքն որտեղ կարելի է ներառվել։ Մի շատ պարզ պատճառով ենք դա ասում, որովհետև մենք ի տարբերություն շատ-շատերի գիտակցում ենք, որ եթե մենք տեխնացու առաջադրենք, ապա հակադրությունը ոչ միայն ԿՊ-ի կողմից է լինելու, շատ պարզ է, չէ՞։ Ավելի մեծ հակադրություն է։ Մենք փորձում ենք գնալ ավելի քիչ դիմադրության հանդիպելու ճանապարհով, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք Հայաստանում իշխանապողություն։